1984 թվականին, ու մինչև օրս ոչ մի վերանորոգում չի տեսել։ Նախադպրոցական այս կրթօջախը արդեն 4-5 տարի է չի գործում։ Գյուղապետ Արտաշես Բարսեղյանի շնորհիվ մայիսին այն կրկին իր դռներն է բացելու փոքրիկների առջև։ Ուրախացած տեղեկացնում է տնօրենը ու շարունակում. Գյուղապետը խոստացել է աստիճանաբար վերանորոգումներ անելով գեղեցիկ տեսքի բերել շինությունը։ Սա բուժ ամբուլատորիան է։ Այն սպասարկում է նաև հարևան Լուսագյուղին։ Այստեղ է առկա է բարեկարգման հարցը։ Վերանորոգվել է անցած տարի մասամբ, խնդիր ունենք մյուս մասը վերանորոգելու, որը ակնկալում ենք մեր նոր գյուղապետից բավականին եռանդ տեսնում ենք նոր գյուղապետի մեջ եւ ակնկալիքներ ունենք, որ կկարողանամ նա մեզ որոշ չափով օգնել, հատկապես հոսող ջրի հարցը կարգավորելու համար, որպեսզի աշխատի նաեւ լաբորատորիա։ Գյուղի հունահռոմեական ըմբշամարտի սպորտ դպրոցում պարապում է տարբեր տարիքի մոտ 60 երեխա։ Այստեղ են գալիս պարապելու նաև հարևան գյուղից երեխաներ։ Նախկինում գյուղի ակումբի սենյակներից մեկում գործող դպրոցը այժմ տեղավորված է նախկին հանրախանութի մի հատվածում։ Թեև ոչ հարմարավետ, անշուք տեսքով է դահլիճը, այնուամենայնիվ ակնհայտ արդյունքներ կան։ Գյուղն ունի օլիմպիադայի մասնակիցներ, աշխարհի գավաթակիր, Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոններ, Եվրոպայի մրցանակակիրներ։ Ապագացիները ուսումնասեր, ուսումնական մարդկանց հանդեպ հարգանք տածող մարդիկ են։ Գյուղում առաջին տարրական դպրոցը բացվել է 1924 թվականին, որը գործել է մինչև 1965 թվականը։ Նոր դպրոցի հարևանությամբ մինչև օրս էլ պահպանվում են հողաշեն այն դպրոցի կիսական պատերը։ Այս նոր դպրոցի առաջին շրջանավարտներից 5-ը մեդալակիր դարձան։ 17 աշակերտ այդ տարի ընդունվեցին բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Հպարտությամբ ներկայացնում է դպրոցի տնօրենը։ Դպրոցը վերանորոգվել ու կահավորվել է 2007 թվականին։ Արմատներով Սասունցի, Պորսահայ, Ասատուր Մարկոսյանի որդի Ջեզո Թաշի միջոցներով։ Ջազո Թաշը, այդպես են կոչում իրեն, այցելել էր իր հարազատներին, նրանք դեռ մոտ 80 տարի կորցրած են եղել իրար, հետո գտել են իրար, վերջապես նա եկել է այս գյուղը եւ խնդրել է, որ իրեն բերեն դպրոց։ Նա եկավ դպրոց, տեսավ այս ամեն իրավիճակը եւ ցանկություն հայտնեց, որ դպրոցը պետք է հիմնա վերանորոգում կատարի։ Նա, ով չի հիշում իր անցյալը, դատապարտված է այն նորից վերապրելու, ասել է մի իմաստուն։ Քանզի մարդկությունը անցյալին ուղղված հայացքով է քայլանում դեպի ապագան։ Այս բնաբանով կյանքը գնահատող ապագա գյուղի բնակիչների համար իրենց նախորդների թողած գործերն ու պատգամները ամենաարժեքավոր պարգևներն են, որոնցով է միայն կյանքը դառնում պատիվ, իսկ ժամանակը իմաստնության հասնելու ճանապարհ։